Իմը 2.5 տարի առաջ Գազպրոմը հեռախոսով հայտարարություններ էր տարածել, որ թոշակառուներին որպես նոր տարվա նվեր ուզում են խաղարկություն կազմակերպել, այդ դրա համար եթե ներդրում է նկատառում Եթե ներդրում են կատարում, խաղարկությունա լինելու շահելի են գումար։ Ես ներդրում եմ արել, հետո սկզբից դրել էի 50,000, հետո ասին դա քիչ է, մինիմումը $500 պետք է լինի, ավելացրի դարձրեցի $500, հետո անցավ որոշ ժամանակ զանգեցին, թե շահել եմ $1,300, բայց ստանալու համար պետք է վճարեմ, վճարեցի 80,000, հետո իրանք սխալ էին ասել ինձ տվյալները, որտեղ ուղարկել էի, ասին նորից ուղարկի, մենք այդ քո 80,000-ը հետ կուղարկենք, նորից 80,000 ուղարկեցի, հետո իրանք չուղարկեցին, հետո ուրիշ տեղից զանգեցին, բա 300,000 ուղարկի, մենք քո փողը կտանք եւ այդպես շարունակ։ Կասկածներ չառաջացան։ Չէ, կասկածներ չառաջացան, որովհետեւ գիտեք շատ էի ուզում իմ ներդրած գումարը ստանայի ու միշտ շատ համոզված էին խոսում, որ անպայման վերադարձնելու են իմ գումարը։ Հետո նենց ստացվեց, որ գումարս գնաց շատացավ։ Ամեն անգամ տարբեր կազմակերպություն պայմանագիր էին գրում, ստորագրում էին այդ իրավաբանները, ովքեր ինձ ուզում էին օգնեին օրինական ստորագրություններով, բանով։ Դուք կարդում եք Իհարկե կարդում էի, իրանք օրինակ ուղարկում էին, ես տանում էի, տպում էի, ստորագրում էի, նկարում էի, հետ էի ուղարկում մի քանի կազմակերպություններ։ Դա որ գումար եք շահել այդ մասին էր, այդ պայմանագիրը։ Չէ, իմ կորցրած գումարը հետ բերելու մասին էր։ Ու այդ ձևի գումարս դարձավ 19 միլիոն հայկական դրամ։ 19 միլիոն կորցրել եք։ Այո։ Բայց մի անգամից չեմ տվել, էլի քիչ եմ տվել։ Լավ, բայց քանի որ ասեցին այդ 19 միլիոնը այդ վերջի կազմակերպությունը Թրամփ իրավաբանական կազմակերպությունը, Թրամփ, հա։ Այդ ասին դուք բանը հավելվածը բանկի բացեք, մենք տեսնենք որտեղ է հարմար ուղարկենք այդ գումարը, որ բացեցի, տեսան, որ բանկում ես 15 միլիոն փող ունեմ, իմ անձնական փողը բանկում ունեմ, ասին չէ, պետք է այդ անպայման հանվի, որ ազատ հաշիվ լինի, որ կարողանանք դա ուղարկենք։ Այսինքն իրենք ինչպես են իմացել ձեր բանկայում հաշվում Ես եմ բացել հավելվածը։ Այսինքն դուք հանդիպել եք դիմաց իրենց։ Չէ, հեռախոսով, ամեն չէ հեռախոսով, դիմոնստրացիա։ Չէ, դիմոնստրացիայով միացնում եմ բանը, հեռախոսը, իրանք տեսնում են։ Լավ, բայց այս տարիների ընթացքում երբևէ չի եղել օրինակ, որ Գազպրոմը այդպիսի բան կազմակերպի։ Ձեզ համար դա խնդրահարույց կազմակերպել է, այս վերջերս էլ կար Գազպրոմի հայտարարությունը։ Չէ, դա երբ որ մի անգամ արդեն խաբեության զոհ եք դարձել, չեք մտածում, որ կարող է դա եւս խաբեություն է։ Ես այդ ժամանակ Գազպրոմը չէր ներկայանում, ներկայանում էր իրավաբաններ, իրավաբանական կազմակերպություններ, որոնք պայքարում են հանցագործության դեմ եւ ինձ օգնում են վերադարձնեմ իմ գումարը։ Ոչ չեն ասում են գողենք, քեզանից ավելի շատ են գողանում։ Բայց դա երևի Ես գալիս եմ 2 տարուց ավել քննչական կոմիտեում գործերս դրված է։ Գալիս եմ ասում եմ, ես ինչ համարից զանգում են ինձ, սենց բան են ասում, խնդրում եմ միացնուք, ոչ մեկը ոչ մի բան չի անում։ Դա արդեն կորցնելուց հետո, թե Մինչև կորցնելը, որ տեսնում եմ ոչ մի բան չէին անում, ես էլ իմ գլխու էի անում։ Հիմա որ նոր Գազպրոմին նորից հիշատակեցիք, ինչ որ խաղարկության եք մասնակցում հիմա։ Հիմա ոչ մի բանի չեմ մասնակցում, հիմա հնարավորություն չունեմ, որ մասնակցեմ։ Դե բայց դա խաբեություն է, Գազպրոմը երբևէ ոչ մի խաղարկություն կամ երբեք չի կազմակերպել։ Ընկերոջ ջան, հիմա դուք տենց եք, չէ՞ ասում, բայց 2 տարի առաջ տենց չի եղել, 2 տարի առաջ խաբեություն չի եղել, իբր թե։
խաբեություն չլիներ, ձեր գումարները չէին։ Դե հիմա գիտեք ինչ, ինձ խաբել են, բայց ռեկլամ էին անում, տարիքով հայ կանայք ելույթ էին ունենում, որ ես այսքան փող դրեցի, այսքան շահեցի, այսքան փող դրեցի, այսքան շահեցի։ Դե մտածում ես հայ տարիքով կինեն։ Հիմա ես ոնց կարող եմ խաբեմ ասեմ, դրեցի $100, ստացա $5,000, կասեմ ես դա։ Կասեմ, ինչքան ինչ ուզում են ինձ ասել, ես կարող եմ սուտ խոսել։ Բայց այդ ընթացքում Տարիքով հայ կանայք։ Իսկ դուք ճանաչում եք այդ կանանց։ Չէ, Միայն տեսել եք հեռախոսով այդ ռեկլամներն էր։ Բայց ինչ իմանաս, որ այդքան խաբեբայություն կա։ Գիտեք ինչ, ամեն մարդ իր արշինով է դիմացին ինչավ։ Ես այդքան տուժվել եմ, որովհետև ես չեմ պատկերացրել, որ մարդիկ այդքան ստոր են լինում։ Ես դա չեմ պատկերացրել։ իսկ այդ 19 միլիոն ասացիք տվել եք, երբևէ ստացել եք հետ գումար, որ վստահեցնեն, որ իրենք իրական են, չեն խաբում։ Չէ, որտեղից է, դե պետք է այդ հաշվի համարին ուղարկեին, այնա հետնել 15 միլիոնը տարան։ Դրանից հետո ես էլի եմ տուժվել, Deliver կազմակերպությունը զանգեց ինձ, ասաց մենք անհատ ինկասացիայով ձեր գումարը ուղարկում ենք, նկարներով, այդ արարողությունը, որ գումարը ոնց են օրգանի աշխատողները ֆորմաներով փաթաթում, գումարը հաշվում, եսի ինչ անում, ուպակովկա անում, որ ինձ ուղարկեն։ Դրա համար ես մենակ 17,000 փող եմ ուղարկել, $17,000։ Դա 19 միլիոնից զատ նկատի ունեք։ Դրանից բացի էլի եմ ուղարկել, բայց մենակ Deliver-ը որպեսզի ուղարկի իմ գումարը 17, ինչի եք ծիծաղում աղջիկն է։ Նրանք շատ, որովհետև ես գիտեմ, որ սահման են անցնում, դեկլարացիա են լրացում, այդ դեկլարացիան գումար արժի, որովհետև դուք երբևէ այդքան մեծ գումար տալուց որևէ ուրիշ մարդու հետ չեք քննարկել։ Չէ, Մենակ եք քննարկել եմ ասենք իմ ես ընտանիքում մենակ եմ ապրում, քրոջս հետ եմ քննարկել, իրանք բոլորը դեմ են, ես մի տեսակ վիրավորվում էի, որ դեմ են, որովհետև ոչ մեկ գումար չէր ուզում արդեն ինձ հատկացել, իմանալով որ խաբում են, բայց որ ինձ հետ էի խոսում, ես չէի պատկերացնում այդ աշճանները խաբում են, Դուք էլի։ ասացիք, որ կեսից դիմել եք քննչական, Երկու որպեսզի տարուց ավել է քննչական, 23 թվականի քննչականում է։ Բայց ձեռքերը ծալասնս, այս վերջի անգամ այդ ինձ զանգողներից մեկը պատահական ես զանգ ստացա տանը։ Վերցրեցի, ալոյի մասին չի պատասխանում, բայց հեռախոսի մեջ խոսակցությունն է։ Պարզվեց, որ այդ մարդիկ, ովքեր որ ռուսերեն խոսում են ու ինձ ասում են, թե իրանք չգիտեմ ինչեր է, Հայաստանում են, Երևան Սիթիում առևտուր են անում։ Խոսակցությունից զգում եմ, զանգում եմ քննիչին, քննիչը չի պատասխանում, 10 անգամ զանգում եմ, հեռախոսը չի վերցնում, գալիս եմ դիմում եմ գրում, ուղիղ մի ամիս հետո ինձ պատասխանում են այդ գրածս դիմումին։ Եվ գիտեք ինչ են պատասխանում։ Էս ինչ հոդված է, էս ինչ կետով, էս ինչ բանն է լինում, էս ինչ հոդված է։ Մի 3 էջ հոդվածների կետերով ինձ պատմություններ են։ Ինչ կարևոր է, ես ձեզ ասում եմ հանցագործը Երևանում է, փոխանակ ինձ կանչեք այդ րոպեին հեռախոսը ես միացնեմ, զրուցեմ, դուք ձեր հնարավորություններով այդ մարդուն գտնեք։ Ինձանից մեծ գումար եմ վերցնում։ Գտնեք այդ մարդուն, այդտեղ մի հոգի չէ, դե ուրեմն խումբ է, կազմակերպված խումբ է։ Իսկ հիմա տեսնում եք, հավանաբար Facebook-ով եք, հա, այդ գովազդները տեսել Գազպրոմի։ Հիմա էլ կան։ Հիմա կա, հա։ Բայց հիմա էլ չեք հավատում։ Հենց հիմա չէ, բայց մի 2 ամիս առաջ տեսել եմ նորից։ Այդ հավատում եք, որ իրական է, թե չէ։ Չէ, դե արդեն էլուր հավատամ։ Հետո ինձ Կարագոզյանի տեղը ասեցին, զանգեցին, ասեցին, որ սենց անձնավորություն կա, որ նման խաբեությունների համար պայքարում է, դուք էլ մասնակցեք։ Քննիչներից մեկը զանգեց, չեմ ուզում ասեմ, թե ով է ասել, ինքն ասեց, որ սենց բան կա, գնացեք իրան գթեք։ Նշում եք 2023 թվականից այստեղ եք, բայց որևէ լուծում չի տրվել խնդրին, հիմա ինչ հույսեր ունեք։ Դե ես Կարագոզյանի վրա համոզված եմ, որ ինքը ինչ որ բան կարող է անել։ Ես այս կազմակերպությունից ոչ մի հույս չունեմ։ Ես զարմանում եմ ուղղակի ոնց են ընտրում մասնագետ։
կիբեր հանցագործության համար մարդ, որ ընտրում են որպես մասնագետ, նախ պետք է բացի անգիր արած հոդվածներից, բացի անգիր արած հոդվածներ, մարդ պետք է ինտուիցիա ունենա, մարդ պետք է ճարպիկություն ունենա, մարդ պետք է կյանքի փորձ ունենա, քնած դժխոհուն, որ նշանակում են քննիչ, ինչ պետք է անի դա։